Ես սիրով ողջունում եմ Հակոբ Կարապետցի անվան դպրոցի աշակերտներին, ուսուցչական անձնակազմին։ Այսօր մեզ համար իսկապես շատ գեղեցիկ օր է, որովհետև ամեն մեկս մեզ հետ տանում ենք պոեզիայի մի պատառիկ, որը որ գեղեցկացնում է մեր կյանքը։ Հաճելի է, երբ մարդը իր օրվա մեջ թեկուզ մի փոքրիկ պահ ապրում է պոեզիայով, այդպես նա նաև մարդանում է, մարդ է մնում։ Իհարկե սկզբից մտահոգվեցի, որ տեսա տղաներ չկան, բայց դա բնական է, որովհետև տղաներն էլ իրենց գործը լավ գիտեն։ Նրանք լավ գիտեն երբ կանգնել, երբ ելնել, որտեղ խիզախել, որտեղ ցույց տալ իրենց նվիրումն ու անձնազոհ սերը։ Մենք դա տեսել ենք, դրա ականատեսն ենք եղել։ Բայց նաև ուրախ եմ, որ շատ այսպիսի գեղեցիկ աղջիկներ ունենք, որովհետև ակամայից իմ մտքում ծագեց այն միտքը, որ Գարեգին Նժդեհն է ասում. Երկրի հայրենիքի ճակատագիրը մայրերի ափերի մեջ է։ Դուք պետք է կերտեք մեր ապագա զինվորներին, մեր ապագա արքաներին, մեր ապագա հաղթանակները ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Եվ մենք վստահում ու հավատում ենք ձեզ։ Քանի որ ես նույնպես ունեցել եմ երիտասարդական խումբ ժամանակին, որտեղ նույնպես հիշում եմ, ինձ համար նույնպես դժվար էր տղաներին այսպիսի միջոցառումներին բերելը, բայց հետո ես ականատես եղա այդ տղաների սխրանքին։ Օրինակ իմ խմբում կար մի բարձրահասակ, գեղեցիկ, պայծառ երիտասարդ, եւ ես նրան նվիրված մի բանաստեղծություն ունեմ, նա անմահացել է ցավոք սրտի, ուզում եմ այդ բանաստեղծությունը հիմա կարդալ։ Ճիշտ է, տխուր նոտայով եմ սկսում, բայց չենք կարող այսօր մենք չանդրադառնալ մեր հերոսներին, չհիշել եւ չխոնարհվել նրանց առջեւ։ Արտոն. Դե, խոնարեցրեք գլուխները ձեր, այս մի բուռ հողին ակնացեք պատվով։ Այստեղ ընկել են սիրասուն քաջեր, այստեղ ընկել է մեր սիրուն Արտոն։ Կյանքով այնքան լի, ու այնքան պայծառ պատրաստ խենթության ու վեհ արարքի, թևերը սակայն կամարներ դարձան, ճամփան կտրելով մահվան արկերի։ Անցել էր հազար մահով ու մարտով, խոր վերքերը բաց ելել էր կռվի, վիրավոր էր դեռ, բայց ինքը Արտոն հասավ մարտնչող իր ընկերներին։ Մահվան դիմաց նա անվախ ու անդող, ով կարող էր իր հոգին ընկճել, այս կռվում եղավ նա միայն հաղթող, մեռավ քաջի պես, չապրեց իբրև խեղճ։ Դե խոնարեցրեք գլուխները ձեր, այս մի բուռ հողին ու անցեք հերթով, այստեղ սխրանքով ապրում են քաջեր, ապրում է այստեղ մեր սիրուն Արտոն։ Իհարկե մենք պետք է միշտ հիշենք, ինչպես Խորենացին է ասել, մենք քաջերի սերունդներ ենք։ Եվ մենք պետք է հիշենք նաև մեր քաջ պապերին։ Ոչ միայն գրականությունը, ինչպես միշտ պարոն Ափինյանն է ասում, եւ մեր համահայկական գրողների միությունը որդեգրել նախնիների արմատներից միշտ կարճած մնալը, այդպես նաև մեր ինքնությունը, մեր գոյությունը, ամեն ինչ կախված է նրանից, արդյոք մենք ընդունում ենք մեր քաջ պապերին։ Ես ճիշտ է հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, քրիստոնյա, հավատացյալ, բայց խորին հարգանքով եմ մոտենում իմ նախնիների պաշտամունքին։ Եվ գիտեք ովքեր էին մեր նախնիների աստվածները։ Մեր նախնիների աստվածները ռազմիկներ էին։ Ով էր մեր գլխավոր աստվածը։ Հայկը, ում նետի ու աղեղի կերպարանքով էր ներկայացնում հայ ժողովուրդը։ Ինչպես նաև մեր ռազմիկներն էին աստվածացվում։ Մենք ունեցել ենք նաև Վահանի տաճար Մուսասիրում, այսինքն զենքի պաշտամունք է եղել մեր ժողովրդի մեջ։ Մեր պապերը եղել են իմաստուն մարդիկ։ Մեր պապերի քաջագործությունների մասին Սարդուրի երկրորդի վեհափառ Փառքի մասին պատմում է նաև Ասորեստանի հզոր արքա Սարգոն II-ը իր արձանագրության մեջ։ Նրա սպառազինության մասին է խոսում։ Ահա թե ովքեր ենք մենք, ում սերունդներն ենք մենք։ Եվ ես ուզում եմ ներկայացնել մի բանաստեղծություն Նաիրյան երկիր, որը հենց այդ մասին է պատմում։ Քո աստվածները ռազմիկներ էին,
քո արքանները պաշտվող աստվածներ։ Արևի փառքին, որ մեկնել էին, իրենց ծիրանին հավերժապատկեր։ Լեռնորդիներդ արքայից արքա նետվում էին թեժ կռվի ասպարեզ, շլացնում լույսով վառ արեգական, ոսկեձույլ փայլով սպառազեն։ Զարչեր ոսկին, այլ սուր ու վահան, կապարճ էր ու տեգ ու արվեստ ռազմի։ Ամեն մի արքա բոցեղեն աստված, բռի մեջ պահած բախտը ազգերի։ Ով կհանդգներ քեզ ասպատակել, ամեն նվաճող իր դարձ էր վազում, շողում էր որպես մի հզոր պատկեր քո բաց ճակատը հզոր ուրարտու։ Քո աստվածները ռազմիկներ էին, քո արքաները աստվածներ հզոր, ու դրա համար երբեք չես մեռնի, նայրյան երկիր, դու օրան Աստծո։ Քանի որ այստեղ գեղեցիկ աղջիկներ են, ամեն մեկը հաստատ մի նուրբ հոգի ունի, մի նուրբ ներաշխար, ես կուզեի իմ այդպես մի նուրբ բանաստեղծություններից մեկը կարդալ այստեղ, քանի որ գարուն է և ձնծաղիկները արդեն ծաղկել են, ես հենց այդ բանաստեղծությունն եմ ուզում կարդալ, տվեք ինձ աչքեր ձնծաղիկների։ Պատկերացրեք մի պահ, որ դուք աշխարհին նայում եք ձնծաղիկի աչքերով, ինչ գեղեցիկ կլինի, չէ, ինչ պարզ, ինչ մաքուր, զուլալ, ձյուների միջից նայող, մաքրության միջից նայող աչքեր, որ դուք այսօր իսկապես ունեք։ Տվեք ինձ աչքեր ձնծաղիկների, որոնք չեն տեսնում ուրիշ եղանակ, բացվում են գարնան ճերմակ ձյուներին ու փակվում գարնան օրերում պայծառ, հավերժ կապույտում արևատեսիլ, մղձավանջներին, ցավին անտեղյակ, տվեք ինձ աչքեր ձնծաղիկների, մի ափսիր տվեք սառույցների տակ, թող մնամ գարնան ծաղկուն ափերին, դաշտավայրերում այն անրջածածկ, ուր չկա մահվան զրույցը դատարկ, թևածում է լոկ խորհուրդը կյանքի, տվեք ինձ աչքեր ձնծաղիկների։ Եվս մի բանաստեղծություն կկարդամ ձեզ համար, հետո գրքերը կնվիրեմ ձեզ, եթե կուզանաք ուսումնասիրեք։ Ես հոգևոր բանաստեղծությունների շարք ունեմ, սիրում եմ գրել հոգևոր թեմայով, և քանի որ այս պահին պահքի շրջան է և մենք բոլորս անհամբեր սպասում ենք մեր Սուրբ Փրկչի հարության տոնին, այս բանաստեղծությունը այդ առիթով է, սրանով կեզրափակեմ։ Ինձ չթողեցիր, տեսեք, բայց հետաքրքիր է, չէ, մենք բոլորս երբ նեղն ենք ընկնում, սկսում ենք աղոթել, Աստված կանչել, խնդրել, որ մեզ օգնի, բայց երբ մենք ինչ-որ մի լավ վիճակում ենք, մենք մոռանում ենք, մենք թողնում ենք նրան, մենք մոռանում ենք իրեն, բայց չգիտենք, որ նա երբեք մեզ չի թողնում։ Մենք երբ նեղն ենք ընկնում, իրեն կանչում ենք, նա նորից գալիս է, մոռանալով, որ մենք մոռացել ենք իրան, նա երբեք մեզ չի թողնում, մեզ չի լքում, ու երբ ի սրտե դու մոտենում ես Փրկչին, նա երբեք չի ասում, գիտես դու երեկ ինձ ուրացել ես, նա այդ ամենը մոռանալով, մեր նախկին մեղքերը մոռանալով մոտենում է մեզ, ձեռքը տալիս է և մեզ բարձրացնում է, ինչպես որ Պետրոսին բարձրացրեց, երբ նա խեղդվում էր ծովի մեջ, ասեց մի վախեցիր, նա այսօր ևս մեզ բոլորիս ասում է մի վախեցեք, ինձ չթողեցիր, լեռան վրա 40 օր մենակ թողի փորձության մեջ, աղոթելով պահեցիր ծոմ, ես կերա իմ հացը անհոգ, Գեթսեմանում, դավի գիշեր, մենակ թողի այդ չար ժամին, անհաղորդ քո ցավի համին, ըմպում էի հրճվանք ու սեր, չարչարանքից սուրբ խաչի մոտ, քեզ ուրացա քանի անգամ, փրկվեցի ինչպես անզգամ, դու ինձ համար գրիր ամոթ, քեզ ձաղկեցին իմ մեղքերով, իմ թուլությամբ քեզ խաչեցին, բայց ընթրիքիդ ինձ կանչեցիր և հաց տվիր քեզ կիսելով, խաչիդ վրա մենակ էիր, ու ես չեկա, Պիղատոսի պես ձեռ ըմպա, լոկ անտարբեր նայում էի։
քեզ ուրացա, քեզ թողեցի, մենակ թողի երբ պետք էի, չնայեցի քո հետքերին, քեզ համար գետ չաղոթեցի, բայց երբ հայրյարի մեռելոց, կենթանության արևի տակ, ոսկորներս արդեն փտած, ծաղկեցրիր սուրբ մյուրոնով, բաժին հանիր, ինձ էլ առլի, քո երկնքից, հաղթանակից, քո հարության անմար փառքից, դու ինձ մենակ չթողեցիր։ Շնորհակալություն սիրելիներս, իմ երկու գրքերը արևով են սկսվում, արևամարտ եւ արևածագի ծես, ես սիրում եմ լույսը, արևը եւ ուզում եմ այսօր ձեզ արև թողնել, թող ձեր հոգիներում միշտ արևը իշխի, միշտ լույսը կրեք եւ դա ձեզ կջերմացնի եւ դա ձեզ ուժ կտա ապրելու։ Շնորհակալ եմ։